Պարոն Բագրատյան, ձեր դիտարկումները շատ կարևոր են ու կհիշեք մենք 2019 թվականին, երբ որ առաջին անգամ այս ցեմենտի թեման բացվեց, այս նույն հարցերը էլի օրակարգում էին, այսինքն արդյոք պետքա տեղական արտադրողին ամեն գնով պաշտպանել, իսկ միգուցե իրանական ցեմենտի մուտքը ավելի շատ կողմնակի էֆեկտ առաջացնում, օրինակ շինարարություն էժանացնելով, տրանսպորտը ակտիվացնելով, բայց հետո վերջում եկանք հասանք այն կոնսենսուսին, որ այդ պահին պաշտպանելը կարևոր է, քանի որ եթե այդ պահին չպաշտպանենք, հետո պարոն Զաքարյանի ասածը տեղի կունենա, այսինքն այդ ժամանակ էլ այդ ներմուծող երկիրը մոնոպոլիա կունենա, հետո գները կարող է կրկնակի թանկ դառնան, մենք այլևս ցեմենտի արտադրություն չունենանք։ Բայց այստեղ արդեն խնդիրը եկավ թիվը որոշել է, չափը։ Մենք այն ժամանակ բավականին բարձր տուրք սահմանեցինք, հետո գնային փոփոխություններից ելնելով մի 2 տարի առաջ տուրքի չափը վերանայեցինք, հետ իջացրեցինք, հիմա էլի քանի որ շուկային որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, վերանայում ենք։ Լավ իրավիճակ չի, որ մենք ըստ իրավիճակի պիտի ամեն անգամ այս տուրքի չափը փոխենք, բայց ցավոք սրտի այս պայն ավելի արդյունավետ լուծում չկա ու նպատակը հետևյալն է, այնպես անել, որ տուրքով հավասարակշռենք, սա մեր լսողների համար եմ ասում ավելի շատ, հավասարակշռենք իրանական ցեմենտի ու հայկական ցեմենտի գինը ու այստեղ մի հատ կարևոր հանգամանք էլ կա, մենք այն ժամանակ որ որոշում ընդունել ենք, ոնց որ լուր համաձայնություն կար, որ իրանական ցեմենտը մրցունակ է լինելու միջև Սյունիք ու Վայոց ձորի մարզ, որովհետև դրանից վերև արդեն ինքը տրանսպորտային ծախսերի պատճառով էլ մրցունակ չէր դառնալու Երևանում վերևի մարզերում արդեն Արարատ ցեմենտը, դրանից վերև արդեն Հրազդան ցեմենտն է կարող էր իր շուկան ունենալ, ցավոք Հրազդանի դեպքում այլ խնդիրներ են առաջացել, բայց այսօր մենք ունենք իրավիճակ, երբ իրանական ցեմենտը Երևանում արդեն կարողանում է վաճառվել շատ ավելի մրցունակ գնով, քան հայկական ցեմենտը, ու այստեղ արդեն կոնկրետ դեմպինգի հետ գործ ունենք, դրա համար այս տարբերակին ենք եկել, անգամ այստեղ հանդիպում ենք կազմակերպել թե ցեմենտ արտադրողների, թե ցեմենտ ներկրողների հետ եւ բնականաբար ներկրողներին ձեռնտու չէր, իսկ արտադրողները խնդրում էին օր առաջ այս նախագիծը պիտի շուտ գար, բայց հենց այդ ձեր նշած հարցերը իմ տեղեկություններով կառավարությունը բավականին երկար քննարկվել են, դրա համար մի քիչ ձգվեց նախագիծը, բայց սա արտադրված լուծում է, որին իմ կարծիքով պիտի գնանք 10,000 էր սկզբից նախատեսվում, 12,000, հիմա լրացուցիչ հաշվարկների արդյունքում 8,000 է իջել։